Բոլորից հետ անչափ շնորհակալ եմ աջակցելու համար, բոլորից։ Փաստորեն դատանը խաբումա միջոցը փոխեց, ձեր պաշտպանն ասում էր, որ շատերը այս օրերին հայոյում են եւ դուք չեք էլ գիտակցել, որ դա իր մեջ հանցանք է ստեյության պարունակում, ինչ-որ բան այս առումով կարող եք ասել։ Դե չգիտակցելու առումով, գիտեք ոնց Ահմեդ ջան, ասենք այսօր եթե գլոբալ վերցնենք Հայաստանի Հանրապետությունում առասարակ ուղիղ եթերներում 70%-ը հայոյանքներ են չեսնում, որտեղ չեմ կարող ասեմ, չեմ ասենք այդ բանի չեմ գիտակցել, որ դրա համար կարան sense ոտնձգություններ լինեն։ Երեք Մայրաթոռի բակում էլ վեհափառ Հայրապետի հասցեին հայոյանքներ էին շահ տալիս, այդ թվում լրագրողների չեմ նկատել, որ ոչ մի ԿՊ-ական երբ որ վիրավորում է ընդդիմադիր կուսակցական թեզերին կամ ընդդիմադիր կուսակցական անդամներին ենթարկեն քրեական պատասխանատվությամբ, ինչ հանգամանքներից ելնելով դուրս է գալի, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ երբ որ քննադատում են ԿՊ-ականներին, ուրեմն պիտի պատասխանատվեն օրենքի առաջ։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ընդդիմադիր հայացքներ ունեցող անձի մասներ, այլ վեհափառ Հայրապետի, այսինքն բազմաթիվ հավատացյալներ նրան։ Ես բազմիցս ասել եմ, մենք մեր եկեղեցու կողքին ենք, մենք մեր վեհափառ Հայրապետի կողքին ենք, դա կլինի ազատության մեջ, թե անազատության մեջ, ես ողջունում եմ բոլոր այն անձանց, ովքեր որ աջակցում են եկեղեցուն եւ վեհափառ Հայրապետին։ Շնորհակալ եմ։ Որևէ բան դուք ուզում եք ասել։ Նաեւ եթե նստեք դալիս դուրս գանք, հեսա խաղացք վերցնենք որտեղ